Մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, ընդհակառակը ուզում ենք տարածաշրջանում կայունություն եւ տևական խաղաղություն հաստատել եւ նաեւ այս համատեքստում շատ կարեւորում եմ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը հենց թեկուզ մի բան ես կարեւոր եմ համարում որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ Եվ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված վարչապետ Փաշինյանի այցից մեկ օր անց հունիսի 21-ից 22-ին նույն վայրում կայացվել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների 51-րդ նստաշրջանը, որի ընդունած Ստամբուլյան հռչակագրի դրույթներից մի քանիսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես Հայաստանին կոչ է արվում հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական եւ քաղաքական արգելքները։ Անդրադարձ կա այսպես կոչված արևմտյան Ադրբեջան համայնքին նշվում է ներկայիս Հայաստանի տարածքից իբր բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ոչ մի բառով չանդրադառնալով Բաքվում եւ մյուս քաղաքներում կազմակերպված սպանդից փախած եւ Արցախից բռնի տեղահանված հայերին։ Կազմակերպությունը եւս մեկ անգամ հիմնազուրկ կետով դատապարտել է Հայաստանում իսլամական մշակութային ժառանգության իբր ոչնչացումը առանց փաստարկների ու ապացույցների։ Սա կապել իրական Հայաստան-Թուրքիա, Հայաստան ուղիղ ձևով Ադրբեջան մի փոքր, այսպես ասենք, տեղին չէ, որովհետև առանց այդ հռչակագրի դրանք կան Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով հռչակագրում նշված հարցերը նոր չեն եւ դրանց ընդգծումը չի փոխում Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների իրական ընթացքը։ Թուրքիան առանց Ադրբեջանի չի գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ բնականաբար ցանկացած ադրբեջանական պահանջ դա նաեւ Թուրքիայի պահանջն է։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան համաձայն չէ կարծիքին, որ Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագիրը անհետևանք փաստաթուղթ է։ Բանաձևերն ըստ նրա կարող են առնվազն 3 մակարդակով բացասաբար ազդել, հատկապես եթե Հայաստանը չձեռնարկի քայլեր դրանց բովանդակությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Բացասական ազդեցությունը ունենալու։ Առաջինը իսլամական պետությունների շրջանակներում Ադրբեջանը կարողանալու է քաղաքական ազդեցությունը ավելացնել, հակահայկական տրամադրությունները ավելացնել։ Քաղաքական մակարդակում այդ պետությունները ավելի պրոադրբեջանական դրսևորումներ ունենան, այդ թվում է Հայաստանի հետ հարաբերվելուց եւ իհարկե կրոնական մակարդակում խնդիրներ կարող է առաջացնել, ներկայացնելով Հայաստանը հակաիսլամական պետություն։ Թեմայի շուրջ տարբեր կարծիքներ կան ոչ միայն փորձագետների, այլև հասարակության շրջանում։ Ինչպես են մեր համաքաղաքացիները գնահատում վերջին զարգացումները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ադրբեջանը շատ շուտով կանցնի ջրի տակ իրանց խարդախության հետևանքով, ուրիշ ոչինչ չեմ կարող ասեմ։ Հայաստանը եղել է, Հայաստանը գիտեք քանի տարվա պատմություն ունի։ Շատ էլ անընդհատ ջարդել են, կոտորել են մերոնց, այդպես չի ախր, ասելով չի, լսելով չի։ Պետք է մի քիչ մեր ղեկավարությունը աշխատի դրա վրա։ Ճիշտն է դա, թե չէ թշնամի ես քո հետ խռովեմ, քո աղբոր հետ խռով, դու իմ հետ խռովես, իրար տեսնենք, խփենք, թե մենք ջանդամը մեր ջահելությունն է վարի կնեմ։ Պետության կարգավիճակից է կախված, չեմ կարող ասեմ։ Մի 30 տարի առաջ ոնց էին ապրում 40 տարի։ Քո կարծիքով մենք ես դու կարանք իշոր մի հարց լուծենք ու ես էլ իմ կարծիքն եմ վճռական որոշիչ այլ վարչապետ ունենք ամեն մի փառք ասու պետական օրգանները կա իրանց հարց տվեք իրանք են տվողը մեզով է հարցնելու Երկուշաբթի տարածած հայտարարությունում Հայաստանի արտաքին գերատեսչությունը խոր հիասթափություն է հայտնել Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի ներկայացրած բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Նախարարությունը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Նշվում է, որ խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույն օրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Խոր ափսոսանք է առաջացնում նաեւ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը, անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական
ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը։ Վանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում, սնելով թյուր եւ վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է եւ հեշտությամբ ապացուցելի։ Գերատեսչությունը կոչ է արել հռչակագրին եւ բանաձևերին միացած երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Իդեպ հաջորդ տարի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կայանալու է Ադրբեջանում։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։